Կալամեցևը այսպես է գրում. Աստվածաշնչում մենք տեսնում ենք, թե ինչպես համակարգված կերպով մի տեքստից մյուսը Աստված բացահայտում է իրեն։ Ծանոթացնելով Քրիստոսի պատմության հետ, Սուրբ Հոգին մեզ առերեսում է մի կողմից պարզ ու մատչելի, մյուս կողմից խորհրդավոր, արտասովոր ու սքանչելի Աստվածամարդուն։ Այս թվացյալ լարվածությունը մեզ տրված չէ այն բանի համար, որպեսզի լուծենք այն։ Հակառակը, այն պետք է մեր մեջ երկյուղածություն առաջացնի Աստծո առաջ եւ խոնարհաբար վստահություն նրա նկատմամբ։ Աստծուն պարզունակ բանաձևերի վերածելու փոխարեն մենք պետք է հաղորդակից լինենք Քրիստոսի անձի աստվածային հատկանիշների հետ, որպեսզի իսկապես ապրենք նրանով։ Այսօրանից միասին սկսում ենք ուսումնասիրել քրիստոսաբանություն, ուսուցում Քրիստոսի մասին։ Աստվածաշունչը ողողված է վարդապետական դրույթներով, սակայն կարծում եմ, որ ամենակարևոր վարդապետություններից մեկը, եթե ոչ ամենակարևորը, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունն է։ Եվ մենք պետք է լավ իմանանք եւ տիրապետենք այս վարդապետությունը, որովհետեւ այս վարդապետությունից է կախված մեր ճիշտ եւ անկեղծ աստվածպաշտության կյանքը։ Քրիստոսաբանության վարդապետություն սովորելը մեզ օգնում է ավելի լավ ճանաչել Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Եվ այդ վարդապետության շնորհիվ է, որ մարդ կարողանում է ճիշտ երկրպագել Աստծուն, իմանալ նրա կամքը եւ ապրել իր հոգեվոր ընթացքը։ Մենք միասին երկար ճանապարհ ունենք անցնելու։ Համակարգված աստվածաբանության միջոցով պետք է ուսումնասիրենք շատ վարդապետական թեմաներ եւ այդ թեմաների մանրամասնությունները։ Համակարգված աստվածաբանության նպատակը հետեւյալն է. Առաջին, ճանաչել եւ սիրել Աստծուն։ Նայեք ինչ է գրում Երեմիա մարգարեն 9-րդ գլուխ 23-ից 24-րդ համարում։ Այսպես է ասում Տերը. Իմաստունն իր իմաստությամբ թող չպարծենա, եւ զորավորն էլ իր զորությամբ չպարծենա։ Հարուստն իր հարստությամբ չպարծենա, այլ պարծեցողը թող պարծենա նրանով, որ հասկանում եւ ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք եւ արդարություն եմ անում, որ սրանք են հաճելի ինձ, ասում է Տերը։ Երկրորդ նպատակը երկյուղել Աստծուց։ Ժողովողը այսպես է գրում 12-րդ գլուխ 13-ից 14-րդ համարներում։ Աստծուց վախեցիր եւ պահիր նրա պատվիրանները, որովհետեւ մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը, որովհետեւ Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու ամեն ծածուկ բանի հետ, բարի թե չար։ Եվ վերջին երրորդ երկրպագել Աստծուն։ Հովանու 4-րդ գլուխ 23-ից 24-րդ համարներում։ Բայց ժամանակը կգա եւ արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետեւ Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Աստված հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն։ Ահա թե ինչու սովորել համակարգված աստվածաբանություն եւ այս միջոցով ուսումնասիրել աստվածաշնչյան վարդապետություններ։ Իսկ ինչ է համակարգված աստվածաբանությունը։ Եկեք միասին սահմանում տանք։ Համակարգված աստվածաբանությունը որևէ մի թեմայի ուսումնասիրություն է, որը պատասխանում է հետևյալ հարցին. Ինչ է Աստվածաշունչը այսօր ուսուցանում մեզ այդ թեմայի մասին։ Օրինակ, ինչ է սովորեցնում Աստվածաշունչը ծննդոցից մինչև հայտնություն Քրիստոսի աստվածության մասին։ Սիստեմատիկ տերմինը առաջացել է հունարեն բաղադրյալ բառից, որը բաղկացած է սուբ, այսինքն միասին, եւ հիստանայի, այսինքն սահմանել բառերից, որը նշանակում է կազմել կամ կազմակերպել։ Իսկ աստվածաբանություն տերմինը հունարեն թեոլոգիա բառն է, որը նշանակում է Աստծո խոսք։ Այս ստուգաբանությունը ցույց է տալիս, որ համակարգված աստվածաբանությունը ենթադրում է Աստծո մասին բառերի կանոնավոր կազմություն կամ աստվածաբանության կազմակերպված կազմություն։ Համակարգված բառը ցույց է տալիս, որ ուսուցումները կազմված են ոչ թե պատահականությամբ կամ անկազմակերպ, այլ դասակարգված կերպով։ Համակարգված աստվածաբանությունը հավասարակշռված կերպով ուսումնասիրում է որևէ վարդապետություն իր բոլոր մասերով կամ կապերով այլ թեմաների հետ։ Օրինակ, համատեղ դիտարկվում է Հիսուսի եւ մարդաբանությունը եւ աստվածությունը միասին, որպեսզի եզրակացություններում չգանք հակասական մտքերի։
Այս մեթոդի տարբերությունը նաև կայանում է նրանում, որ այստեղ շատ ավելի մանրամասն է ներկայացվում յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրությունը, որը շատ դեպքերում չի կատարվում շատ քրիստոնյաների ամենօրյա ընթերցանության ժամանակ։ Սակայն կարող է շեշտադրել, որ ամեն մարդ, ով որոշում է զբաղվել համակարգված աստվածաբանությամբ, պետք է նախապես որոշի եւ պատրաստ լինի նախապես հրաժարվելու ամեն տեսակ համոզմունքներից կամ կարծիքներից, երբ նկատում է դրանց հակասությունը Աստվածաշնչի հետ։ Նմանապես կարևոր է նշել, որ այդ փոփոխությունը չպետք է հիմնվի որևէ մարդու կարծիքի կամ որևէ գրված գրքի հիմնավորումների վրա։ Այսինքն մեր հավատը եւ մեր համոզմունքները պետք է կապված լինեն բացառապես Աստծո խոսքի հետ, որպես միակ հեղինակություն եւ ուսուցման միակ եւ ճշմարիտ հիմք, որովհետեւ միայն Աստվածաշունչն ունի վերջնական իշխանություն որոշելու, թե ինչին ենք մենք հավատում, եւ հետեւաբար միանգամայն ճիշտ է ջանք հատկացնել հենց վարդապետության վերլուծության գործընթացին։ Հետևաբար մենք մեր ջանքերը կդնենք Քրիստոսաբանության վրա եւ միասին կուսումնասիրենք Աստվածաշնչյան բոլոր տեսակի ուսուցումները, որոնք կապված են մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ։ Այս ուսուցումների միջոցով մեր գիտելիքները կամրապնդվեն եւ առիթ կունենանք եւս մեկ անգամ հիանալու, ուրախանալու, մեծարելու, երկրպագելու եւ պաշտամունք բարձրացնելու աշխարհի միակ եւ ճշմարիտ Աստծուն, Հիսուսին։ Այս ուսուցումները մեզ կօգնեն ավելի մոտ լինել Հիսուսին եւ գնահատել, արժևորել նրան ամեն բանից առավել։ Իսկ անհավատներին կօգնի առաջին անգամ հանդիպել Հիսուսին, ընդունել Հիսուսի աստվածությունը, հավերժությունը եւ Տեր ու Փրկիչ լինելը։ Հետևաբար միակ եւ ճշմարիտ Աստծուն ուսումնասիրելու համար մենք կսկսենք նրա հավերժական անցյալից։ Կարևոր սահմանում Աստվածաշունչը գրվել է տարբեր հեղինակների կողմից 1500 տարվա ընթացքում, սակայն այն պատմում է մեկ համահունչ պատմություն։ Ծննդոցից մինչև հայտնություն Հիսուս Քրիստոսը թագավորում է որպես Տեր եւ մեր Փրկիչ։ Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի աստվածաշնչյան վկայությունը կարմիր թելի պես անցնում է Սուրբ գրքի միջով։ Փրկչի երրորդության երկրորդ անձի անձը եւ ծառայությունը ամբողջ Աստվածաշնչի կենտրոնական վկայությունն է։ Նա է այս պատմության հերոսը, նա է այս պատմության սկիզբն ու վերջը, նա է այս պատմության գագաթնակետը եւ իմաստը, նա է մարմնացած խոսքը, ով սկզբից էր Աստծո մոտ եւ ինքն Աստված էր, նա է միակ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը, նա է Աստծո խոստացված սերմը, Դավթի որդին, Աբրահամի ժառանգությունը, բոլոր ազգերի օրհնությունը։ Աստվածաշունչը մարդու մասին չէ, այլ Հիսուսի։ Ոչ էլ պատմում է, թե ինչ է արել մարդ կամ ինչ պետք է անի, այլ պատմում է, թե ինչ է արել Հիսուսը։ Աստվածաշնչի պատմությունը նրա փրկության գործի մասին է եւ նրա անվան փառավորման մասին։ Աստվածաշունչը խոսում է ինչպես Քրիստոսի աստվածության, այնպես էլ նրա մարդկության մասին։ Հիսուսը լիովին Աստված եւ լիովին մարդ է, ճշմարտություն, որը առաքյալները եւ վաղ եկեղեցին կրկին ու կրկին պաշտպանել են, եւ մենք եւս պաշտպանում ենք այս աստվածաշնչյան անփոփոխ ճշմարտությունը։ Հետևաբար միայն ամբողջովին աստվածաշնչյան պատմությունը կարող է ճշգրիտ բացահայտում տալ Աստծո գոյության մասին հավերժական անցյալից մինչև հավերժական ապագա։ Երրորդության երկրորդ անձի գոյության ժամանակագրական ուսումնասիրությունը այսօր կսկսենք հավերժական անցյալից վերամարմնավորված Քրիստոսը ենթավեռնագրով, որտեղ կխոսենք Հիսուսի հավերժական անցյալից, Հիսուսի որպես հավերժական որդի։ Բայց մինչ խոսենք Հիսուսի անձի մասին, կարևոր է հիշել եւ շեշտադրել հետեւյալ աստվածաշնչյան ճշմարտությունը, վարդապետությունը։ Աստված գոյություն ունի 3 անձերով։ Յուրաքանչյուր անձ լիովին Աստված է, բայց կա մեկ Աստված։ Այո, սա բարդ է հասկանալ, բայց հեշտ է ընդունել։ Գիտեք ինչու, որովհետև Աստվածաշունչն է այդպես ասում եւ ուսուցանում։ Մենք ավելի մանրամասն կուսումնասիրենք այս առեղծվածը, երբ որ միասին ուսումնասիրենք երրորդության վարդապետությունը։ Հին եւ նոր կտակարաններում վկայություններ կան երրորդության անձերի միջև տարբերությունների մասին։ Հայրը, որդին
եւ Սուրբ Հոգին ցուցադրվում են որպես առանձին անձեր, որոնք գործում են անհատապես։ Ավելին, Աստվածաշնչյան հեղինակները աստվածային հատկանիշներ են վերագրում այդ անձերին։ Աստվածաշնչի ուսուցումները պարզ ցույց են տալիս, որ աստվածության մեջ կան մի քանի անձինք, եւ այս գաղափարը ընդունելը չի հակասում Սուրբ գրքի ճշմարտացիությանը, պարզությանը եւ ներշնչանքին։ Երրորդության 3 անձերի մասին ցանկացած ճշգրիտ քննարկում պետք է սկսվի եւ ավարտվի Աստվածաշնչի ասածով։ Ինչ է ասում այդ մասին Աստվածաշունչը։ Եվ Աստվածաշունչը Հովհաննեսին Աստծուց տրված հայտության մեջ ասում է, որ երկրորդ անձը Աստծո հետ էր, ինչը հստակորեն Հիսուսին ցույց է տալիս առանձին անձ եւ ընդգծում նրանց միջև անհատականությունը կամ տարբերությունը առանց էության բաժանման։ Հովհաննեսը մեկ այլ տեղ այլ ձև է ընդգծում Հոր եւ Որդու անհատականությունը, ասելով, որ միայն աստվածության առանձին անձին կարող է ուղղված լինել աստվածության մեկ այլ անձի սերը։ Եվ դա տեսնում ենք Հովհաննու 17-րդ գլուխ 24-րդ համարում, որտեղ գրված է. Հայր, ես կամենում եմ, որ նրանք էլ, ում դու ինձ տվեցիր, ինձ հետ լինեն, ուր որ ես եմ, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, քանի որ դու ինձ աշխարհի հիմնումից առաջ սիրեցիր։ Նրանց անհատականությունը ակնհայտ է նաև Պողոս առաքյալի աստվածաբանության մեջ, փրկագնության կատարման հարցում, որդու ենթակայությունը հորը։ Փիլիպպեցիս 2-րդ գլուխ 6-7 համարներում Պողոս առաքյալը այսպես է գրում, որ Աստծո կերպարանքն ունենալով Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իրանց նույնացրեց, ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման եղավ։ Անհատականության մասին խոսելիս կարևոր է ընդգծել, որ այս ենթակայությունը չի նշանակում որդու էության խնդրում եմ ուշադիր նվազեցում կամ պակասեցում։ Հիսուս որպես Աստված լիովին հավասար է հոր հետ, բայց նա ընդունում է մարդկային վիճակը ծառայելու եւ զոհաբերվելու համար, ինչը ցույց է տալիս նրա անձնական կամավոր ընտրությունը։ Այս անհատականությունը նաև ընդգծվում է Պետրոս առաքյալի աստվածաբանության մեջ։ Պետրոս առաջի գլուխ 2-րդ համարում այսպես է գրում. Ընտրված Հայր Աստծո կանխագիտության, հոգու սրբացման միջոցով, հնազանդության եւ Հիսուս Քրիստոսի արյամբ սրսկման համար։ Այս համարում տեսնում ենք երրորդության 3 անձերի անհատականությունը իրենց դերերի կամ գործառույթների մեջ։ Երբ որ նայեք համարին կտեսնեք, որ Աստված ընտրեց, Հիսուս իր արյամբ փրկեց եւ Սուրբ Հոգին սրբացրեց։ Այս համարից եզրակացնում ենք, որ եռամեկ աստվածության մեջ յուրաքանչյուր անձ ունի իր հատուկ միսիան եւ դա փաստում է նրանց տարբերությունը, սակայն տարբերությունը խնդրում եմ ուշադիր չի վերաբերվում աստվածությանը, այլ գործառույթին։ Երրորդության անձերը նաեւ շփվում են միմյանց հետ եւ խոսում միմյանց հետ։ Մատթեոս 26-րդ գլուխ 39-րդ համար։ Եվ մի քիչ առաջանալով երեսնի վայր ընկավ, աղոթում էր ու ասում. Հայր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձնից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու։ Հովհաննու 11-րդ գլուխ 41-րդ համար։ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. Հայր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ Եվ հաստատելով Աստծո երրորդության մասին աստվածաշնչյան այս վկայությունը, եկեք միասին մատնանշենք մի քանի գործողություններ եւ հարաբերություններ, որոնք ցույց են տալիս, որ երրորդության մեկ անձը կարող է ինչ-որ բան անել կամ ինչ-որ բան զգալ մեկ այլ անձի նկատմամբ։ Առաջին, երրորդության մեկ անձը սիրում է մյուսին։ Հովհաննու 3-րդ գլուխ 35-րդ համար։ Հայրը սիրում է որդուն եւ ամեն բան նրա ձեռքն է տվել։ Երկրորդ, երրորդության մեկ անձը բնակվում է մեկ ուրիշի մեջ։ Հովհաննու 14-րդ գլուխ 10-ից 11-րդ համար։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրն էլ իմ մեջ է։ Այն խոսքերը, որ ես ձեզ ասում եմ, ինքս ինձնից չեմ ասում, այլ հայրը, որ իմ մեջ է, նա է գործերը կատարում։ Հավատացեք ինձ, որ ես հոր մեջ եմ եւ հայրն էլ իմ մեջ է։ Եթե ոչ, գոնե գործերի համար հավատացեք ինձ։ Երրորդ,
երրորդության մեկ անձը ճանաչում է մյուսին կատարյալ եւ եզակի ձևով։ Մատթեոս 11-րդ գլուխ 27-րդ համար։ Ամեն բան ինձ իմ հորից տրվեց։ Ոչ ոք որդուն չի ճանաչում, բացի հորից, եւ ոչ ոք հորը չի ճանաչում, բացի որդուց եւ նրանից, ում որդին կուզենա հայտնել։ Չորրորդ երրորդության մեկ անձը դիմում է մյուս անձին։ Եբրայեցիս 1 գլուխ 8-րդ համար։ Սակայն որդուն ասում է. քո գահը Աստված հավիտյանս հավիտենից է, քո թագավորության գավազանն արդարության գավազան է։ 5-րդ երրորդության մեկ անձը առաջնորդում է դեպի մյուսին։ Հովհաննես 14-րդ գլուխ 6-րդ համար։ Հիսուսը նրան ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը։ Ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ 6-րդ երրորդության մեկ անձը խոսում է մյուս անձի մասին։ Ղուկաս 3-րդ գլուխ 22-րդ համար։ Եվ Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով որպես աղավնի իջավ նրա վրա, եւ երկնքից ձայն եղավ, որ ասում էր. Դու ես իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը։ 7-րդ երրորդության մեկ անձը խորհրդակցում է մյուս անձի հետ։ Ծննդոց 1 գլուխ 26-րդ համար։ Եվ Աստված ասաց. մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ հարարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա, եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների։ 8-րդ երրորդության մեկ անձը փառավորում է մյուս անձին։ Հովհաննես 17-րդ գլուխ 5-րդ համար։ Իսկ հիմա, հայր, դու ինձ փառավորիր քո ունեցած այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։ 9-րդ երրորդության մեկ անձը ծրագրում է մյուս անձի հետ։ Հեսա 9-րդ գլուխ 6-րդ համար։ Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունն իր ուսերի վրա կլինի, եւ կոչվի սքանչելի խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր եւ խաղաղության իշխան։ 10-րդ երրորդության մեկ անձը ուղարկում է մյուս անձին։ Հովհաննես 14-րդ գլուխ 26-րդ համար։ Բայց մխիթարիչը Սուրբ Հոգին, որին հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Վերջին 11-րդ երրորդության մեկ անձը պարգևատրում է մյուս անձին, որը տեսնում ենք Եբրայեցիս 2-րդ գլուխ 9-րդ համար։ Բայց մահվան չարչարանքի պատճառով հրեշտակներից մի փոքր ցածր դասված տեսնում ենք փառքով ու պատվով պսակված Հիսուսին, որպեսզի Աստծո շնորհով բոլորի համար մահը ճաշակի։ Ահա երրորդության գեղեցիկ միջանձնային փոխհարաբերությունները, ահա երրորդության անձերի ցայտուն անհատականությունը, ահա երրորդության անձերի չկտրվող եւ անխախտ կապը, ահա երրորդության անձերի անվիճելի ճշմարտությունը, աստվածաշնչյան վարդապետությունը։ Սակայն այստեղից հարց է առաջանում, թե ինչպիսին էր Հիսուսի գոյությունը մինչև մարմնացումը։ Այլ կերպ ասած, ինչպիսին էր Հիսուսի նախագոյությունը, երբ նա միայն աստվածային էություն ուներ, նախքան մարդկային բնույթ ընդունելը։ Այս հարցին Աստվածաշունչը պատասխանում է հետևյալ կերպ. նա երկնքում էր, իսկ հետո երկնքից իջավ Մարիամ Աստվածածնի արգանդում իր մարդկային էության հրաշագործ բեղնավորման պահին։ Երրորդության երկրորդ անձը ուղարկվել է առաջին անձի կողմից, որով էլ բացահայտվեց Աստծո սերը մարդկանց հանդեպ։ Հիսուս եկավ երկնքից, դրախտից, երբ հայրն ուղարկեց նրան։ Դա փաստում է Հովհաննես 6-րդ գլուխ 38-րդ համարը, որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ Առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 9-րդ համար։ Աստծո սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Հետևաբար, որդու գալուստը երկիր մարմնավորման ժամանակ ցույց է տալիս, որ նա նախկինում գոյություն է ունեցել երկնքում։ Երրորդության երկրորդ անձը գոյություն է ունեցել նախքան տիեզերքի ստեղծումը։ Հովհաննեսը այսպես է գրում. ամեն ինչ եղավ նրանով եւ առանց նրա ոչինչ չեղավ։ Նա աշխարհի մեջ էր եւ աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Առաջի Կորինթացիս 8-րդ գլուխ 6-րդ համար։ Բայց մեզ համար մեկ Աստված կա, Հայրը, որից է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա համար,
եւ կա մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա միջոցով։ Կողոսացիս առաջի գլուխ 16-17 համար, որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան, ինչ երկնքում է ու երկրի վրա, այնինչ երևում է եւ չի երևում, թե գահերը, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց։ Նա է ամեն ինչից առաջ ու ամեն ինչ նրանով է իր տեղում։ Այս համարներից եզրակացնում ենք հետևյալը, որ ամեն ինչի արարիչը պետք է գոյություն ունենար արարչագործության բոլոր դեպքերից առաջ, ամեն ստեղծվածներից առաջ։ Հետևաբար Աստվածաշունչը վկայում է, որ նա աստվածային փառք ուներ նախքան աշխարհի լինելը։ Հովհաննես 17-րդ գլուխ 5-րդ համար։ Իսկ հիմա, Հայր, դու ինձ փառավորիր քո ունեցած այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։ Երրորդության երկրորդ անձը այս նախամարմնավորված վիճակում եղել է առաջին անձի սիրո առարկան, որը տեսնում ենք Հովհաննես 17-24-րդ համարում։ Հայր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպես իմ փառքը տեսնեն, այն փառքը, որ ինձ տվեցիր, որովհետև ինձ սիրեցիր նախքան աշխարհի ստեղծելը։ Այսպիսով, Աստվածության անձինք անցյալում դրսևորել են այս փոխանցելի աստվածային հատկանիշը միմյանց նկատմամբ ողջ հավերժության ընթացքում։ Երրորդության երկրորդ անձը մինչ աշխարհ գալու մարդու կերպարանք ստանալը մշտապես գտնվել է առաջին անձի սիրո մեջ։ Այս անսահման սերն է, որ Հիսուսն ակնարկում է, երբ խոսում է Հոր եւ Որդու միջև եղած հավերժական կապի մասին։ Աստվածության անձինք, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին մշտապես դրսևորել են սեր միմյանց նկատմամբ։ Եվ սա ցույց է տալիս, որ սերը ոչ թե պարզապես Աստծո կողմից արարք է, այլ նրա էության մի մասն է։ Հավերժությունից ի վեր Աստվածությունն ապրել է կատարյալ սիրո հարաբերություններում, ինչը նաև հիմք է ծառայում, որ մենք որպես մարդիկ, որպես մեկ հոգևոր ընտանիք հավատանք Աստծո սիրուն եւ փափագենք այն արտացոլեր մեր կյանքում։ Եվ շարունակելով Հիսուսի հավերժական գոյության աստվածաշնչյան վարդապետությունը, Հովհաննեսն առաքյալն ասում է, որ երրորդության երկրորդ անձը հավերժական է իր բնույթով եւ էությամբ։ Այս մասին ամենահստակ աստվածաշնչյան հայտարարությունը գրված է Հովհաննես առաջի գլուխ առաջի համարում։ Սկզբում էր բանը, եւ բանն Աստծո մոտ էր, եւ բանն Աստված էր։ Հովհաննես առաքյալն ասում է սկզբում էր բանը։ Սկիզբ բառը ցույց է տալիս ժամանակի որևէ կետ։ Ցույց է տալիս ամեն ինչից առաջ, ամեն ստեղծագործությունից առաջ։ Եվ Հովհաննես առաքյալն ասում է, որ բանն այդ ժամանակից առաջ էր, արդեն գոյություն ուներ արարման պահին։ Նա սկիզբ չուներ եւ ոչ էլ սկիզբ կամ ծնունդ առավ որևէ ժամանակ, այլ գոյություն ուներ հավիտյան։ Այնքան, որքան մեր եւ յուրաքանչյուր մարդու միտքը կարող է ետ գնալ, Հիսուս եղել է։ Այս համարը խոսում է Հիսուսի հավերժական գոյության մասին եւ ասում է, որ նա սկզբում էր, Աստծո մոտ էր։ Եվ որպեսի կարդացողը չմտածի, որ սկզբում էր, Աստծո մոտ էր, Աստծո որդին էր, բայց Աստված չէր, Հովհաննես առաքյալը համարի վերջում տալիս է վարդապետական ուսուցում։ Նա Աստված էր հավիտենության, հավերժության մեջ։ Ոչ միայն սկիզբն էր, ոչ միայն Աստծո մոտ էր, ոչ միայն ժամանակից եւ տարածությունից դուրս էր, այլ բացարձակ Աստված էր։ Հետաքրքիր է, որ Մովսեսը սկսում է արարման պատմությունը նույն բառերով։ Սակայն Մովսեսը ասում է, թե ինչ է ի սկզբանե ստեղծել Աստված, ինչպիսի արարչագործության հեղինակ է Աստված, եւ որ այդ ամենը եղել է Աստծո խոսքի միջոցով։ Մինչդեռ Հովհաննես առաքյալն ասում է, որ նախքան արարումը բանն արդեն կար, այսինքն Հիսուսը ստեղծված չէ, այլ հավիտյան Աստված է, եւ որից հետո ավելացնում է, թե ուր էր Հիսուս։ Նա ասում է Աստծո մոտ էր, որը խոսում է հոր հետ մտերմիկ, սերտ հարաբերության մասին եւ մատնանշում Հիսուսի անհատականությունը եւ էության նույնությունը հավիտենական անցյալում։ Ըստ Հովհաննես առաքյալի նա այն է,
ով ընդհանրապես ծագում չուներ։ Նախքան ամեն ինչի ստեղծվելը նա կար։ Հենց նրա միջոցով է ամեն ինչ տեղի ունեցել։ Ամեն ինչ նրանով եղավ, եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Հովհաննեսն ասում է բանն Աստված էր։ Նախորդ արտահայտության մեջ Հովհաննեսն առաքյալն ասել էր, որ բանն Աստծո մոտ էր, որպեսզի չկարծվի, թե նա տարբեր եւ ստորադաս յակ էր, համարի վերջում առաքյալը հայտարարում է եւ հաստատում, որ նա Աստված էր։ Աստվածաշնչում չկա ավելի միանշանակ հայտարարություն, քան սա, եւ չէր կարող լինել ավելի ուժեղ ապացույց, որ Սուրբ Հոգին հեղինակի միջոցով նպատակ ուներ հաստատելու, որ բանը հավասար էր Հորը։ Նամակի այն սկզբում Հովհաննես առաքյալը հայտարարում եւ հաստատում է առողջ վարդապետություն։ Բանն Աստված է, եւ այդ վարդապետության վրա կառուցում իր ամբողջ նամակը, ցույց տալիս Հիսուսի աստվածությունը, մարդեղությունը, միածին որդի լինելը, Հորը հայտնողն ու բացահայտողը։ Հովհաննես առաքյալն ասում է բանն Աստված էր։ Բանն Աստված էր բառերի շարադասությունը հեղինակի դիտավորյալ եւ հատուկ շեշտադրումն է։ Այստեղ նախադասության ենթական բանն է, իսկ Աստվածն էր բաղադրյալ ստորոգյալը, որը բաղկացած է Աստված գոյականից եւ Էլ երրորդ դեմքի օժանդակ բայից, որը նշանակում է գոյություն ուներ։ Այս Աստված էր բաղադրյալ ստորոգյալը գրված է անցյալ ժամանակով, որը նշանակում է անցյալում շարունակական, ժամանակից դուրս տևական լինելիություն։ Այս բայական ձևը ցույց է տալիս, որ բանը, այսինքն Հիսուս, միշտ Աստված է եղել, այլ ոչ թե դարձել Աստված ինչ որ մի պահի կամ ինչ որ մի ժամանակի։ Եվ ոչ էլ նա ստեղծված է Աստծո կողմից։ Նա բացարձակ ինքնագոյ է։ Սա ամենահիմնական եւ գերագույն փաստն է, վերջակետ։ Եվ միլիոնավոր փաստերից, որ գոյություն ունեն, սա ամենավերինն ու ամենաստորինն է։ Մյուս բոլորի հիմքն ու ավարտը։ Եվ հունարենում սովորաբար ենթական, որը կատարում է գործողություն, լինում է հոդով։ Օրինակ մեր կարդացած համարի երկրորդ մասում բանն Աստծո մոտ էր։ Աստված գոյականից անմիջապես առաջ դրված է հոդ։ Բայց բանն Աստված է նախադասության մեջ, Աստված բառն այստեղ հոդ չունի։ Եվ նախադասության գոյականը լինելով նշանակում է, որ այն նկարագրական է, ընդգծելով որդու բնույթը։ Նկարագրական ասելով նկատի ունենք, որ Աստված բառը ցույց է տալիս որդու բնույթը։ Այսինքն Թեոսը բնութագրում է բանին, Հիսուսին։ Այստեղ Թեոսը ենթակա չէ, այլ գոյական է, որը շեշտում է ենթակայի որակը, հատկությունը եւ բնությունը։ Այն չի նշանակում, որ բանը նույն անձն է, այն չի նույնացնում նրան մեկ այլ անձի հետ, այլ ունի նույն աստվածային էությունը, ինչ Հայր Աստված։ Եվ ըստ հունարեն քերականության այս նախադասությունը կթարգմանվի այսպես. այդ լոգոսը Աստված էր։ Բանն Աստված էր։ Հովհաննեսը չի ասում, որ բանը աստվածային էր կամ աստվածակերպ, կամ պարզապես ինչ որ աստվածանման էակ, այլ Աստված էր։ Հիսուս անցյալ հավիտենականությունը չունի սկիզբ, այլ գոյություն ունի որպես անվերջ իրականություն, որը ժամանակի սահմաններից դուրս է։ Հարց. դու գիտես, որ Հիսուս միշտ իրենով եղող է։ Դու գիտես, որ նախքան առաջին լույսի փայլատակումն ու արարածների գոյությունը նա արդեն էր։ Դու գիտես, որ նրա գոյությունը երբեք չի սկսվել, որովհետև նա սկիզբ չունի։ Դու գիտես, որ նա չի առաջացել, չի ձևավորվել, առաջ չի բերվել, այլ միշտ եղել է։ Դու գիտես, որ նրա գոյությունը ժամանակի նախորդ սահմանված կետերից դուրս է։ Դու գիտես, որ մինչև որ արևը շողաց, մինչև որ ժամանակը սկիզբ առավ, նա արդեն կար։ Դու գիտես, որ նախքան առաջին շունչն ու առաջին ձայնը, նախքան որևէ ծովի ալիք, նախքան որևէ երկինքն ամպերով կպատվեր, նա էր։ Դու գիտես, որ նա ոչ թե անցյալում է եղել, այլ անցյալը գոյություն ունի նրա մեջ։ Դու գիտես, որ նա երբեք չսկսեց լինել, այլ միշտ էր։
Ահա Աստվածաշնչյան վարդապետությունը։ Հիսուս հավիտենական անցյալից ինքնագոյ է եւ լիովին Աստված է Հայր Աստծո կարգի պես, էությամբ եւ բնությամբ նույնը։ Եվ որպեսզի ընթերցողը չմտածի, որ սկիզբը վերաբերում է միայն արարչագործության սկզբին, Եբրայեցիներին ուղված նամակում Սուրբ Հոգին հեղինակի միջոցով հստակորեն հակադրում է արարչագործության ժամանակավոր սահմանափակ գոյությունը արարչի մշտական եւ հավերժական գոյության հետ։ Առաջի գլուխ 10-ից 12-րդ համարներում նայեք ինչ է գրում հեղինակը։ Եվ դու, Տեր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր, եւ քո ձեռքի գործն են նաեւ երկինքները։ Նրանք կկորչեն, բայց դու կաս, կմնաս, իսկ բոլորը լաթի պես կմաշվեն, վերարկուի պես նրանց կոլորես եւ հագուստի պես կփոխվեն։ Խնդրում եմ ուշադիր, բայց դու նույնն ես եւ քո տարիները չեն պակասելու։ Եբրայեցիներին ուղված նամակի հեղինակը ցանկանում է, որ ընթերցողները ըմբռնեն մի կարևոր ճշմարտություն։ Երբ խոսքը վերաբերում է սկզբին, այն չի սահմանափակվում միայն արարչագործության սկզբով։ Հեղինակը հստակորեն ցույց է տալիս արարչի, այսինքն Աստծո որդու Հիսուսի եւ արարչագործության տարբերությունը, որպես ժամանակավոր եւ անցողիկ երևույթի։ Հեղինակը նկարագրում է, թե ինչպես է ամբողջ արարչագործությունը, երկինքն ու երկիրը ստեղծված ժամանակի եւ տարածության մեջ, եւ ժամանակի ընթացքում այն կփոխվի, կմաշվի եւ կվերանա, ինչպես հին հագուստ։ Սակայն արարիչը, Աստծո որդին, մշտապես նույնն է, անփոփոխ եւ հավերժական։ Այս պատկերավոր հակադրությունը շեշտում է Աստծո որդու գերազանցությունը եւ հավիտենությունը։ Արարիչը չի ենթարկվում ժամանակի եւ տարածության սահմանափակումներին, ինչպես արարչագործությունն է։ Նա մշտապես գոյություն է ունեցել, նախքան տիեզերքի սկիզբը, եւ շարունակելու է գոյություն ունենալ հավերժ։ Այս աստվածաշնչյան ճշմարտությունը ընթերցողին հրավիրում է ընկալել Աստծո որդու աստվածային էության խորությունը եւ նրա գերազանցությունը ամեն ինչի հանդեպ, ինչ նա ստեղծել է։ Հին կտակարան եւս նկարագրում է նրա գոյությունը որպես սկզբից, հավերժության օրերից։ Միքիա 5-րդ գլուխ 2-րդ համարում այսպես է գրված. Եվ դու, ով Բեթխեհեմ Եփրաթա, թեև փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, ով իշխանն է լինելու Իսրայելի, ում ելքը հնուց, հավիտենական օրերից է։ Եսայի մարգարեն նրան կոչում է հզոր Աստված, հավիտենական Հայր տիտղոսներով, եւ ցույց է տալիս, որ Աստվածամարդու մարմնավորման ժամանակ ոչ միայն երեխա է ծնվել, այլ որդի է տրվել։ Հիսուս միշտ գոյություն ունեցել որպես Աստծո որդի, բայց մանուկ է դարձել միայն իր հրաշագործ հղիության պահին։ Եվ երրորդության երկրորդ անձի հավերժական գոյությունը բարձրացնում է երրորդության մեջ նրա փոխհարաբերությունների հարցը։ Որպես երրորդության երկրորդ անձ, բան, մենք տեսանք, որ նա գոյություն է ունեցել հավերժական անցյալից, բայց հարց է առաջանում. արդյոք նա միշտ գոյություն է ունեցել հավերժության մեջ որպես որդի։ Ասեմ, որ այս հարցի վերաբերյալ երկու հիմնական տեսակետ է առաջացել. հավերժական որդիություն եւ մարմնավոր որդիություն։ Եբրայեցիս առաջի գլուխ 5-րդ համար։ Քանի որ հրեշտակներից որին երբևէ ասած դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ, եւ դարձյալ ես հայր կլինեմ նրան, եւ նա ինձ որդի կլինի։ Այս համարը թվում է, թե խոսում է հոր կողմից որդու ծննդյան մասին, որպես իրադարձություն ժամանակի որոշակի կետում։ Ծնունդը սովորաբար նշանակում է մարդու առաջացում։ Ավելին, որդիները սովորաբար ենթարկվում են իրենց հայրերին։ Հետևաբար համարը կարծես ասում է հոր եւ որդու հավերժական հարաբերություններին անհամապատասխան մի բան, որում երրորդության անձերը պարտադիր պետք է լինեն համահավասար եւ հավերժական։ Ըստ մարմնավորման որդիության դիրքի, որդիությունը ցույց է տալիս կամավոր հնազանդությունը, որին Հիսուս խոնարհվեց մարմնավորման ժամանակ։ Հավերժական որդիության դիրքը հիմնված է այն դիտարկման վրա, որ Աստվածաշնչում Աստծո որդի տիտղոսը, երբ կիրառվում է Հիսուսի նկատմամբ, միշտ վերաբերվում է նրա աստվածային էությանը եւ Աստծո հետ նրա բացարձակ հավասարությանը,
եւ ոչ թե կամավոր հնազանդությանը։ Հիսուսի ժամանակներում հրեա առաջնորդները հենց այսպես էին հասկանում, որտեղ այդ մշակույթում կարևոր մարդու չափահաս որդին պաշտոնով եւ արտոնությամբ համարվում էր իր հորը հավասար։ Հետևաբար, երբ Հիսուսը կոչվում էր Աստծո որդի, բոլորը հստակ հասկացան, որ դա որպես աստվածային կոչում է, պնդելով, որ նա հավասար է Աստծուն եւ ավելի կարևոր է, որ ունի նույն էությունը, ինչ հայրը։ Ահա թե ինչու հրեա առաջնորդները, երբ լսեցին Աստծո որդի տիտղոսը, նրանք դա համարեցին հայհոյություն։ Հովան 8-րդ գլուխ 56-ից 59-րդ համար։ Աբրահամը, ձեր հայրը, ցնծում էր այն մտքից, որ կարող է իմ օրերը տեսնել։ Նա տեսավ եւ ուրախացավ։ Ապա հրեաները նրան ասացին. Դու դեռ 50 տարեկան չկաս եւ Աբրահամին ես տեսել։ Հիսուսը նրանց ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ։ Ես կամ նախքան Աբրահամը։ Այժմ նրանք քարեր վերցրին, որ նրա վրա նետեն, բայց Հիսուսը թաքնվեց եւ տաճարից դուրս գնաց։ Եվ եթե հարց տանք այս համարին, այս հատվածին, թե ինչու էին հրեաները ցանկանում քարեր նետել Հիսուսի վրա, սպանել նրան, ապա պատասխանը կգտնենք հենց հատվածի 58-րդ համարում։ Հիսուսը նրանց ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, ես կամ նախքան Աբրահամը։ Հիսուս այս համարում միավորում է երկու հայտարարություն, որոնց հաջորդականությունը թվում էր անիմաստ, բայց հրեա առաջնորդները անմիջապես հասկացան, որ դրանք հանելուկներ չեն, եւ որ Հիսուսի խոսքերը անհեթեթություն չեն, երբ նա ասաց. ես եմ։ Այստեղ Հիսուս կրկնեց Աստծո խոսքերը, ով Մովսեսին ներկայացավ այդ անունով Ելից 3-րդ գլուխ 14-րդ համարում։ Աստված ասաց Մովսեսին. ես եմ, որ եմ, եւ ասաց. այսպես կասես Իսրայելի որդիներին. ես եմ ուղարկեց ինձ ձեզ մոտ։ Հիսուս իր մասին ասաց. ես եմ։ Սա այն անունն է, որով Աստված իրեն ներկայացնում է որպես հավերժ գոյություն ունեցող, որպես Աստված, ով իր իսկ գոյության աղբյուրն է, ով միշտ եղել է եւ միշտ կլինի։ Սա Աստվածաշնչային տեքստերից մեկն է, որ հստակորեն Հիսուսի աստվածությունն է ցույց տալիս։ Հիսուս միշտ եղել է Աստված եւ կշարունակի լինել Աստված։ Եվ մենք էլ առաքյալների պես շարունակում ենք քարոզել եւ պաշտպանել Հիսուսի աստվածությունը։ Եվ ոչ միայն Եբրայեցիս առաջի գլխում խոսվում է ծննդի մասին, այլ նաև խոսվում է երկրորդ Սաղմոսում։ Սակայն այս տեղերում խոսված ծնունդը ժամանակի իրադարձություն չէ։ Այո, թեև առաջին հայացքից թվում է, թե Աստվածաշունչն օգտագործում է ժամանակի վրա հիմնված արտահայտություններ, որտեղ ասում է ես այսօր ծնեցի քեզ։ Սակայն երկրորդ Սաղմոսի համատեքստը հստակ մատնանշում է Աստծո հավերժական, հիմնական, անփոփոխ եւ վերջնական նպատակը։ Նաև Խելամիտ է եզրակացնել, որ երկրորդ Սաղմոսում ծնունդը վերաբերում է հավերժությանը, այլ ոչ թե ժամանակի մի կետի։ Ուստի ժամանակ նշանակող արտահայտությունները պետք է հասկանալ փոխաբերական իմաստով, այլ ոչ թե ուղիղ իմաստով։ Երբ 381 թվին Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ տիեզերական ժողով, որտեղ մասնակցում էին բազմաթիվ աստվածաբաններ, այդ ժողովը կարևոր դեր խաղաց քրիստոնեական դոգմաների հստակեցման հարցում։ Եվ այս ժամանակներից սկսած Հիսուսի որդիությունը ստացել է հավիտենական ծնունդ տերմինը։ Այո, սա դժվար արտահայտություն է, դժվար տերմին է, սակայն նայելով Աստվածաշնչի մի քանի համարների, հստակ երևում է, որ Աստվածաշունչը նկարագրում է Հիսուսին որպես հորից միածին։ Հովանու առաջի գլուխ 14-րդ համար։ Եվ բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, եւ տեսանք նրա փառքը։ Փառք, որ հորից ունի միածինը, լի շնորհով ու ճշմարտությունով։ 18-րդ համար։ Ասում ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին որդուց, որ հոր ծոցում է։ Նա է մեզ նրա մասին հայտնել։ Հունարենում այս միածին ածականը մոնոգենես բառն է, եւ այն բառացիորեն թարգմանվում է յուրատեսակ, միատեսակ։ Սակայն այն նաև հստակ ցույց է տալիս,
որ որդին ունի նույն էությունը, ինչ հայրը։ Նրա հիմնական գաղափարը կապված է Հիսուսի բացարձակ բացառիկության հետ։ Այս վերջածանցը նկարագրում է բնությունը, այլ ոչ թե ծագման աղբյուրը։ Այսինքն այն հստակ ցույց է տալիս, որ որդին ունի նույն էությունը, ինչ հայրը։ Հետևաբար թեև մոնոգենեզ տերմինն ուղղակիորեն չի խոսում ծննդյան մասին, սակայն այն համահունչ է այս աստվածաշնչյան հայեցակարգին, քանի որ հավերժական ծննդյան միջոցով է, որ Քրիստոսը հոր եզակի որդին է։ Այս տերմինը մոնոգենեզ ծագում է երկու հունարեն բառերից՝ մոնո, որը նշանակում է մեկ կամ միակ, եւ գենո, որը նշանակում է ծնել կամ սերել։ Եվ նույնիսկ եթե դուք հիշում եք նիկեական հանգանակի վերջնական տարբերակում այս տերմինը հասկացվում է հենց այդպես, կարդացվում է հենց այդպես։ Այնտեղից եմ ցիտում՝ հորից ծնված բոլոր դարերից առաջ։ Սակայն 20-րդ դարի լեզվաբանական հետազոտությունները ցույց տվեցին, որ այս բառի երկրորդ մասը սերտորեն կապված է ոչ թե գենո, այսինքն ծնել կամ սերել բայի, այլ գենես, որը նշանակում է ցեղ, տեսակ, գոյականի հետ։ Հետևաբար մոնոգենեզ բառը նշանակում է ավելի շուտ իր տեսակի մեջ միակ որդի կամ եզակի որդի։ Այն փաստը, որ այս բառը չի նշանակում մեկի կողմից ծնված միակ որդի, հաստատվում է Եբրայեցիս 11-րդ գլուխ 17-րդ համարում դրա գործածությամբ, որտեղ Իսահակը կոչվում է Աբրահամի մոնոգենես, սակայն Իսահակը հաստատ Աբրահամի միակ ծնված որդին չէր, քանի որ Իսմայելը ևս դրա որդին էր։ Այս բառը ավելի շուտ նշանակում է, որ Իսահակը Աբրահամի եզակի անկրկնելի ինքնատիպ որդին էր։ Այլ հատվածներում այս բառը նշանակում է եզակի, առանց ծննդյան գաղափարի հետ որևէ կապի։ Սեպտուագինտայում, երբ որ կարդա 22-րդ Սամոս 20-ը 34-րդ գլխի 17-րդ համարը, այնտեղ դուք կտեսնեք այս ճշմարտությունը։ Եվ նոր կտականում այս տերմինը մոնոգենես հանդիպում է Ղուկասի, Եբրայեցիների եւ Հովանու թղթում, սակայն միայն Հովանեսն է օգտագործում այս տերմինը Հիսուսին նշելու համար։ Եվ նա դա անում է հետևյալ միտումով. Հիսուս իր տեսակով եզակի է, որովհետև միայն նա է տեսել Հայր Աստծուն, եւ տեսակով եզակի է, որովհետև միածին Աստված է, եզակի է, որովհետև հոր ծոցում է, եւ վերջապես եզակի է, որովհետև նա լրիվ հայտնեց հորը։ Աթէ որտեղ է կայանում Հիսուսի յուրահատկությունը, առանձնահատկությունը եւ եզակի լինելը։ Հետաքրքիր է նաեւ, որ Հովանես առաքյալը քրիստոնյաներին անվանում է թեկնա, հունարեն բառ է, որը նշանակում է որդի, եւ ոչ թե հույոս, որը եւս նշանակում է որդի։ Օրինակ Հովանու առաջի գլուխ 12-րդ համարում այսպես է գրում. Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Եվ ոչ միայն ազգի համար, այլ որպեսի միավորեր նաեւ Աստծո ցրված զավակներին։ Առաջ Հովանու 3-րդ գլուխ առաջի համար։ Տեսեք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսի Աստծո որդիներ կոչվենք, եւ իսկապես ենք։ Աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։ Մեր կարդացած համարներում օգտագործվում է թեկնա ածականը, որը նշանակում է որդի կամ զավակ։ Իսկ օրինակ Մատթեոս 3-րդ գլուխ 17-րդ համար կամ մեզ քաջ հայտնի Հովանու 3-16-րդ համարներում գրված է որդի ածականը, հունարեն հույոս բառն է։ Եվ Հովանես այս տարբերությամբ շեշտադրում է Հիսուսի յուրահատուկ հարաբերությունը Աստծո հետ։ Հովանեսը ամեն կերպ փորձում է ընդգծել Հիսուսի եզակի լինելը եւ ցույց տալ նրան որպես հավերժական որդի։ Իրականում ծննդյան գաղափարի մեկ այլ ավելի կարևոր իմաստ կա, քան պարզապես սերունդների տեսքը։ Ըստ Աստծո ծրագրի, յուրաքանչյուր արարած նոր սերունդ է տալիս իր տեսակի պես։ Ավելին, սերունդը գրեթե ամեն ինչով նման է իր ծնողին, սակայն Հիսուս ունենալով աստվածային բնույթ ստեղծված չէ, նա սկիզբ չուներ։
Եվ նա որպես Աստված գոյություն ունի ժամանակից դուրս։ Հետաբար Սաղմոս 2-ում նշված ծնունդ եւ մեջբերված մյուս տեքստերը կապված չեն Հիսուսի աստվածային կամ մարդկային էության առաջացման կամ ծագման հետ, բայց դա կապված է այն բանի հետ, որ նա մեկ էություն ունի Հոր հետ։ Պետք է հասկանալ, որ այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են հավիտենական ծնունդ, միածին որդի եւ Հիսուսի որդեգրության այլ նկարագրություններ, ընդգծում են Հոր եւ Որդու էության բացարձակ միասնությունը։ Այլ կերպ ասած, նման արտահայտությունները օգտագործվում են ոչ թե սերունդների գաղափարը փոխանցելու համար, այլ երրորդության ներսում էության միասնության ճշմարտությունը փոխանցելու համար։ Սա է երրորդության վարդապետության հիմքը։ Առաջին, երրորդության երկրորդ անձը ինչ-որ իմաստով տարբեր է առաջինից։ Երկրորդ, նա սերտորեն միացած է առաջին անձի հետ էությամբ, այնպես որ չկան երկու կամ ավել աստվածներ։ Եվ երրորդ, երրորդության երկրորդ անձը կարող է կոչվել նույն անունով, ունի նույն հատկանիշները, կատարում է նույն գործերը եւ արժանի է նույն պատվին, ինչ առաջինը։ Եվ հետևաբար նա նույն է էությամբ եւ հավասար է զորությամբ ու փառքով Հայր Աստծո հետ։ Կարևոր սահմանում Աստծո լիարժեք, չխզված, անբաժան էությունը հավասարապես վերաբերում է Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Աստված միայն մեկ էություն է, բայց գոյություն ունի 3 անձերի մեջ։ 3 անձերը հավասար են միմյանց, բայց նրանք առանձին անհատներ են։ Նրանց տարբերակիչ առանձնահատկություններն ամփոփված են նրանց անուններով նշված հատկություններով՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Աստվածաշնչից պարզ է դառնում, որ նման տարբերությունները կարևոր են երրորդությունը հասկանալու համար, իսկ թե ինչպես դրանք ամբողջությամբ մենք հասկանանք կամ բացատրել, դա մնում է առեղծված։ Այս ճշմարտությունների շատ ասպեկտներ կարող են ընդմիշտ անհասկանալի մնալ, բայց երրորդության հավերժական հարաբերությունների այս հիմնական ըմբռնումը ներկայացնում է քրիստոնեական լավագույն ըմբռնումը, որը ի հայտ է եկել դարերի ընթացքում եկեղեցու պատմության մեջ։ Հետևաբար մենք պետք է հավատարիմ մնանք Հիսուսի հավերժական որդիությանը եւ հավիտենական ծնունդին, թեև դրանք մնում են առեղծվածներ, որոնց մեջ մենք չենք կարող շատ խորանալ։ Հիսուսի որդիությունը հաստատելու համար սովորաբար հղում է արվում կամ Աստծո խոսքերին որդու ծննդյան ժամանակ, կամ մկրտության, կամ կերպարանափոխության, կամ նրա հարության մասին առաքյալների հայտարարությունների վրա։ Մարմնավոր որդիության դեմ վերոհիշյալ փաստարկների լույսի ներքո Հիսուսի մկրտության եւ կերպարանափոխության ժամանակ Աստծո հաստատումները պարզապես հաստատում են, արտահայտում են Հոր հավանությունն ու աջակցությունը, այլ ոչ թե երրորդության երկրորդ անձի նշանակումը որդու պաշտոնում կամ դերում։ Այն բոլոր տեքստերը, որոնք նշում են Հիսուսի որդիությունը նրա հարության համատեքստում կամ դրա հետ կապված, խնդրում եմ ուշադիր, չեն ասում, չեն հաստատում, որ Հիսուս դարձավ Աստծո որդին հարության միջոցով։ Ավելի շուտ դա համոզիչ հայտնություն էր, որ նա Աստծո որդին էր եւ ոչ միայն մարդ։ Խնդրում եմ ուշադիր, հարությունը հաստատեց նրա որդիությունը, այլ ոչ թե նրան որդի դարձրեց։ Կարևոր սահմանում նա, ով բարձրանում է զորությամբ որպես Աստծո որդի, արդեն որդի էր։ Եվ Հոր հավանության խոսքերը մկրտության եւ կերպարանափոխության ժամանակ հաստատում են այս եզրակացությունը, քանի որ դրանք եղել են մինչև նրա հարությունը։ Այստեղից հարց է առաջանում, թե որն է Հոր այս հաստատող հայտարարությունների նպատակը։ Պատասխան. Անվանելով Հիսուսին իր սիրելի որդին, Հայր Աստված հայտարարեց ոչ միայն նրանց հարաբերությունների աստվածային էությունը, այլ նրանց միջև եղած աստվածային սերը։ Նման հարաբերություններն ամեն կերպ բնութագրվում են փոխադարձ սիրով, նվիրվածությամբ եւ աջակցությամբ։ Հայրը ասաց. ում հավանեցի։
Հայրը հայտարարեց, որ նա լիովին աջակցում է որդուն, թե ով էր նա, ինչ ասաց եւ ինչ արեց։ Հիսուսի մասին ամեն ինչ կատարյալ ներդաշնակ էր հոր կամքին եւ ծրագրին։ Հարց. Դու գիտես, որ Հիսուս հավիտենական ժամանակներից Աստծո որդին է։ Դու գիտես, որ Հիսուս հոր հետ հավասար է ամեն ինչում։ Դու գիտես, որ միայն Հիսուսն է Աստծո մոնոգենեսը։ Դու գիտես, որ Հիսուս ոչ միայն հավասար է հորը, այլ նաև առանձին անձ է։ Դու գիտես, որ Հիսուս Աստված է։ Այսօր շատերն են մերժում Հիսուսի հավերժական անցյալը, աստվածությունը, մարդեղությունը եւ փրկիչ լինելը։ Շատերն են անարգում, արհամարում, վիճարկում, վարվում իբրև չնչին բանի, քննադատում եւ նվազ կարևորում Հիսուսին։ Սակայն հարցն այն է, թե դու ինչպես ես արձագանքում Աստվածաշնչի ուսուցմանը Քրիստոսի անձի վերաբերյալ։ Այո, լավ է լսել Հիսուսի մասին, հիանալ, ուրախանալով նրանով, բայց այսօր ինչպես ես արձագանքում Քրիստոսի վարդապետությանը։ Ընդհանրապես մտածում ես Հիսուսի մասին։ Եթե այո, ապա ինչ։ Որքան հաճախ ես մտածում նրա մասին, կամ որտեղից ես ստանում քո գիտելիքները նրա մասին։ Ինչպես է նրա ով լինելը հասկանալը փոխում քո գործնական կյանքը։ Եվ ինչպես Պողոս առաքյալն ասաց, Հիսուսի անվան առաջ ամեն ծունկ խոնարհվի երկնքում, երկրի տակ եւ ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոսը Տեր է Հայր Աստծո փառքի համար։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթենք։